Վանաձորցի Աշոտ Խաչատրյանի մոտ 40 տարվա փայտե տնակը րոպեների ընթացքում մոխրացել է։ Հեռուստացույցից մետաղի մի բարակ շերտ է մնացել, կահույքից սևացած կտորները, բազմոցն ու անկողինն էլ այլևս փափուկ չեն։ Փայտե տնակը վայրկյանների ընթացքում կլանած բոցերը ոչինչ, անգամ տնային բույսերը չեն խնայել։ Տելևիզորն է։ Տելևանդը։ Սա ժուրնալը։ Միրաժը, պաստովկի, խոլը։ Դե Տեղաշորը։ Ոչ մի բան չի փրկել։ Ոչ մի բան։ Ինչ փրկեմ սա։ Մեր սա տանեղ է։ Ոչ մի բան չկա, այս ռեսկի դուսակ է վախեցել, հա։ Տենց կպած ա եղել։ Որտանը խոսքի ես լնել, մի բան կանեի, շուտ կհանգցնենք։ Փերի դոմիկա սա, մի սուտի կպչումա, վсё գնամա։ Համայնքապետարանից ու մարզպետարանից ներկայացուցիչներ էին եկել մարզպետի խորհրդական Լիլիա Աբրահամյանը հրդեհից տուժած 3 ընտանիքներին առաջարկ ուներ։ Բնակարան ձեռք բերելու համար անտոկոս վարկ բարեգործական կազմակերպությունից։ Հասկանում ենք, որ պետությունը ձեզ չի կարող հիմա իսկապես անվճար բնակարաններով ապահովել, դուք էլ մշտապես չեք կարող տնակներում բնակվել։ Հա, միգուցե փորձենք լուծում տանք ինչ-որ մեկի փոքրիկ տանիք մի բարերարով, ամեն մեկին ինչ-որ գույք, բայց դա մշտական լուծում չի կարող հանդես գալ։ Սա լավագույն տարբերակն է, վերջապես այս հնարավորությունը ձեզ տրվել է։ Միգուցե որ ասում չկա չարիք առանց բարիք, միգուցե սա այն էր, որ խնդիրը լուծվի։ Այս բնակիչները դեռ 37 տարի առաջ են ժամանակավոր կացարաններ տեղափոխվել Վանաձորից ու նաև այլ համայնքներից։ Շինարարների ընտանիքներ են։ 88-ի երկրաշարժից հետո ուկրաինական շինարարական կազմակերպությունում գործի են անցել հենց այս թաղամասում շենքեր կառուցելու համար։ Իրենց ամեն ամսվա աշխատավարձից մասհանումներ են արել պայմանով, որ մի օր իրենք էլ իրենց կառուցած շենքերում բնակարան պիտի ունենան։ Բայց խորհրդային միության փլուզումից հետո Ուկրշինը հայերի ձեռքն է անցել։ Հայ շինարարները շարունակել են աշխատել արդեն հայաստանյան շինարարական ընկերությունում ու բնակարան ստանալու պայմանը շարունակել է գործել։ Բայց 2000-ականներին պետական կազմակերպությունը լուծարվել է ու որևէ մեկը տնակներում մնացած ընտանիքների նկատմամբ պարտավորությունն իր վրա չի վերցրել։ Մենք պայմանագրով եկել ենք շինարարությունում աշխատելու, որ պետքա տնով ապահովեին։ Ամուսինս եկած ընտանիքով եկել ենք։ Այսքան տարի բացի թողի բրախած մարդիկ ենք եկել։ Այսքան տարի դիմել եմ, բազմիցս դիմել եմ, որ մենք հենց չենք տնակը զբաղեցրել։ Հենց չենք եկել, մենք պայմանագրով ենք եկել։ Պայմանագրերը սաղ ստորագրած իրանց մոտ կա քաղաքապետարանը։ Տուժած բնակիչներն ընդունեցին մարզպետարանի առաջարկը, ասացին, թեև դեռ քաղաքապետարանի դարակներում իրենց անուններով բնակարանի հերթացուցակներ կան, բայց հոգնել են սպասելուց։ 2000-ականներից մինչև մեր օրեր տարբեր իշխանություններ տարբեր առաջարկներ են արել ու խոստումներ տվել։ 18-ի հեղափոխությունից հետո նախ որոշվեց որպես սեփականություն տալ իրենց տնակների տակ եղած հողակտորները, որ անօթևան այս ընտանիքները տուն կառուցեն։ Մինչև այսօր հատուկեն սեփականաշնորհում է արվել։ Գնում սեփականորեն գնում եմ վաղը գազ միշտ որ սպասի կոֆեն խմենք գնաց հարգային ես չեմ սիրում տենց բաներ վազվզել դեսուտեն Ինձ պատասխանում են որ ավականունիստը որորն եղավ ձեր գործը եղած սպասում են ավականունիստին Այսինքն որ թվականից 18 թվականից Հետո նոր խոստումներ հասան բնակիչներին թե մի քիչ էլ համբերեք կիսակառույց շենքերը սոցիալական բնակարաններ են դարձնելու Այսօր սոցիալական բնակարաններ կառուցելու ուրիշ ծրագրեր են պաշտոնյաների հայտարարություններում, բայց դեռ անորոշ։ Հա, կառուցվելու ամեն ինչը դուք կստանաք։ Դրանից հետո անցել արդեն 7 տարի։ 6 տարի, 7 տարի, բայց ո՞վ ստացավ։ Անհնար բան է, ես գիտեմ որ ոչ ստանալու ոչ բան։ Տարբեր տարիների իշխանությունները հույս են տվել ընտրություններին քվե ստացել, բայց գոնե ոչ երկրաշարժի հետևանքով տնակներում հայտնված ընտանիքներն այդպես էլ բնակարանատեր չեն դարձել։ Մենք հիմա լուծում ենք առաջարկում, սա լուծման լավ այս տարբերակն էլ հավերժ չի։ Մարզպետի խորհրդականն Ազատությանն ասաց, հրդեհից ամենաշատը տուժած ընտանիքին աջակցելու հարցում արդեն բարեգործական ընկերության հետ վերջնական համաձայնություն ունեն։ Տուն կփնտրեն, կգնեն, իսկ բնակարան տեղափոխվող ընտանիքը կպարտավորվի 10 տարում մաս-մաս վճարել գումարը։ Բայց տնակների խնդիրը դրանով չի վերանավանաձորում։ Խաչատրյանների մյուս հարևանները, որ մոտ 40 տարի այս փտած տնակներում են ապրում, դեռ կշարունակեն մնալ անորոշության մեջ ու կասկածել, թե բոլոր իշխանությունների օրոք կոռուպցիոն գործարքներ են տեղի ունեցել, ինչի պատճառով իրենք զրկվել են մարդավայել տանն ապրելու իրավունքից։ 89 թվի հունվարի 29-ից մինչև հիմա ստեղ եմ։ Այսօր կտանք, վաղը կտանք,
Փողով ծախում էին սրաննրա վրա։